Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայաց Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է Աշտարակի Պեշ Պրոշյանի տուն թանգարանի ղեկավար Անահիտ Տոնոյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք այս անգամ ներկայացնելու Պեշ Պրոշյանի տուն թանգարանը, որը Աշտարակ քաղաքի զարդերից մեկն է եւ կարեւոր գլխավոր մշակութային կառույցներից մեկը։ Գիտեմ, որ առաջիկայում պետք է բացվի աշտարակցիների ցուցասրահը, որը հենց թանգարանի ներսում է գործում։ Ինչ է ներկայացնելու այս ցուցասրահը։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Այո, առաջիկայում մեծ իրադարձության ենք պատրաստվում աշտարակցիների նվիրված ցուցասրահի բացմանը, քանի որ Աշտարակում Պրոշյանից բացի կան շատ ուրիշ երևելի դեմքեր, բայց չկան ոչ մի թանգարան, հուշատուն, ցուցասրահ։ Մենք որոշեցինք ստանձնել այդ կարևոր կենսական գործը եւ բոլորին համախմբել մեկ այլ հայտնի աշտարակցու հարկի տակ Պրոշյանի տուն թանգարանում։ Ցուցասրահում հավաքվելու են տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, սկսած Ներսես աշտարակեցի կաթողիկոսից մինչև մեր ժամանակակից հայրենակից Արևշատ Ավագյանը։ Լինելու են ինչպես ավելի համայնքային, տեղական, այսպես ասած, հայտնի դեմքեր, այնպես ավելի մեծ հռչակվայելող դեմքեր, ինչպես օրինակ Գևորգ Էմին, Վարդգես Պետրոսյան, Երվանդ Շահազիզ։ Ցուցասրահում լինելու են ցուցափեղկեր, որտեղ փորձել ենք այդ 12 կարևոր հայտնի դեմքերին հավաքել այդ 3 ցուցափեղկի մեջ, եւ յուրաքանչյուր ցուցափեղկը կրում է աշտարակյան հին թաղամասի անուն, որտեղ կամ որին հարակից փողոցներից եղել են այդ հայտնի դեմքերը։ Պետք է ասեմ, որ այս նյութերի հավաքագրման աշխատանքը սկսել է դեռևս տարիներ առաջ, այս գաղափարը վաղուց էր հասունացել, բայց նոր այսպես ասած հասնում ենք վերջնակետին, բայց պետք է նաև շատ ուրախությամբ նշեմ, որ բոլոր հարազատ բարեկամները մեծ սիրով, պատրաստակամությամբ օգնել են մեզ։ Իրենց հարազատի կյանքի կարևորագույն մասնիկները վստահորեն գիտեն, որ լավ տեղ է պահվելու, ապահով ձեռքերում եւ ցուցադրվելու են։ Ովքեր են լինելու, հերթով թվարկեմ։ Ներսես աշտարակեցի Երվանդ Սմբատ Շահազիզներ, Արևշատ Ավագյան, ինչպես նշեցի, Վարդգես Պետրոսյան, Գևորգ Էմին, Հենրիկ Թումանյան, Նորայր Սիսակյան, Գրիգոր Ղափանցյան, Կարո Չալաբյան, թատերական հատվածից արդեն ասեմ, Վաղինակ Մարգունի, Գևորգ Գևորգյան, ով եղել է մեր թանգարանի հիմնադիր տնօրեններից մեկը։ Իսկապես քիչ չեն նշանավոր անձինք աշտարակցիները, ովքեր իրենց անկյունն են ունենալու Պրոշյանի տուն թանգարանում եւ այս վայրը նաեւ աշտարակցիների հավաքատեղի կարող է դառնալ, յուրատեսակ հավաքատեղի կարող է դառնալ։ Հետագա միջոցառումներին, նաև ինչու՞ չէ հոբելյանական իրադարձությունների։ Այո, բացի բուն շրջայցը նաև նախատեսում ենք հոբելյանական միջոցառումներ նշված անձանց վերաբերյալ, գրական երեկոներ, ընթերցումներ, միանշանակ սա նոր հոսք է ապահովելու թանգարան, նաև դպրոցներից ավելի շատ, քանի որ Պրոշյանի հիմա չկա դպրոցական ծրագրերում, իսկ օրինակ Վարդգես Պետրոսյան, Էմին անցնում են, ինչքանով որ տեղյակ եմ դեռ անցնում են դպրոցական ծրագրերում կա, միանշանակ սա ապահովելու է նաև դպրոցներից հոսք թանգարան եւ առհասարակ աշխուժացնելու է համայնքային կյանքը։ Եվ նաև երիտասարդ աշտարակցիների մոտ պետք է այդ խանդավառությունը ստեղծվի, որ ովքեր են իրենց նախորդները, ովքեր են իրեն ավակ սերունդն, ովքեր են եւ ինչ են ստեղծել։ Եվ վերջո աշտարակը նաեւ հայտնի է որպես գրական կենտրոն։ Աշտարակում այսօր գործում է նաեւ թատրոնը, բավականին հետաքրքիր միջոցառումներ իրականացվում ձեր թանգարանում։ Խոսենք նաեւ թանգարանի բացօթյա միջոցառումների մասին, քանի որ Պեշ Պրոշյանի թանգարանն այն բացառիկ կառույցներից է, որտեղ հնարավոր է նաև տաք շրջանում, տարվա տաք շրջանում այգում, բակում իրականացնել միջոցառումներ։ Այո, գնալով եղանակը տաքանում է եւ գնալով մեր միջոցառումներ դուրս են գալիս բակ դեպի։ Այո, մենք ունենք տարածքային առավելություններ, հպարտորեն պիտի ասեմ, ունենք ընդարձակ բակ, խնամված այգի, պատշգամբներ, որոնք մեզ լայն հնարավորություններ են տալիս միջոցառումներ կազմակերպելու։ Բացումը անում ենք մայիս ամսից, արդեն թանգարանային գիշերից ամբողջ միջոցառման ծրագիրը դրսում է նախատեսված, այս տարի նույնպես եզրափակում ենք խարուկի շուրջ համերգով, գիտարային, ունենում ենք ամեն ամիս արդեն գարնան տակ ամիսն եւ ամռանը, մինչեւ աշուն նույնիսկ կարելի ասել, կինոդիտումներ, ամիսը մեկ անգամ բացօթյա պատշգամբում, հետաքրքիր մի նոր նախաձեռնություն ունենք նախաճաշ արվեստագետի հետ թանգարանի պատշգամբում, հրավիրում ենք որևէ արվեստագետի եւ իր հետ խոսում ենք արդեն իր բուն մասնագիտական հարցերի շուրջ, նաեւ օրվա լրահոսն ենք, այսպես ասած, ամփոփում, ինչպես որ մենք բոլորս նախաճաշի շուրջ։ Ինքը բավականին համբավ ունի արդեն այդ նախագիծը եւ ուզում ենք այս տարի նույնպես շարունակել։
Համայնքային կյանքին անդրադարձանք, ասեմ, մեր աշտարակցիներ շարքի մասին կցանկանայի խոսել, որը էլի շատ սիրվել է մեր համայնքում եւ շատ ակտիվացրել է կյանքը։ Մենք ամիսը մեկ անգամ կամ 2 ամիսը մեկ անգամ հրավիրում ենք որևէ հայտնի աշտարակցի, մեր ժամանակակից աշտարակցի, եւ ամբողջովին գաղտնի ենք նրան հրավիրում եւ անցկացնում ենք նրան նվիրված օր։ Կլինի դա բժիշկ, ուսուցիչ, միգուցե ավելի տեղական կառավարման ոլորտի աշխատող, քաղաքապետարան, մարզպետարան, եւ նրան նվիրված օր ենք անցկացնում, մեծարում ենք նրան, իր անցած կյանքն ենք ամփոփում, հուշերի վերհանում ենք անում իր հարազատ բարեկամ գոլեգաների հետ միասին։ Շատ սիրված է այս շարքը։ Հասկանալի։ Այս պահին մենք մեր եթերում կարճատև երաժշտական դադար պետք է ունենք, որից հետո կշարունակենք զրույցը։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն է գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղ Պերճ Պրոշյանի տուն թանգարանի ղեկավար Անի Տոնոյանը։ Այս պահին կարճատև դադարն եթերում։ Ընտրեմ։ Պարտեզի մեջ սիրուն աղջիկ ու կասման Սերը տանշեջ այրում է սիրտ տևական Ինչու մենիկ մնանք այսպես առանձին աղվոր աղջիկ Եգուր պարենք միասին Այո պարենք հեյ ջան տղա կողք կողքի Կրծքիդ վրա գլուխան իմ թող հանգչի Թող միանան սույք մսրտեր բաբախուն Սեր ամբաժան ընենք ուղտեր մնայուն Հեզ աչակում իմ գեղուհիս Պարդ եմ սիրում Սիրտս ու հոգիս միայն թե քեզ Թող ինձի տան Կմոռանամ ամեն բան Սևուկ տղա ես քուքտ եմ արդ Քեզ կձոնեմ մեխակ ու վարդ Չինար բոյիդ լինեմ ատաղ Ուրախ պարենք հուսենք տաղ Հեքիաթին պես Սիրո պարեն ինձ կթովի Երկը շուրթիդ կթվի ինձ հոտևան Քեզի հուշիկ ձերքը սառած բտույտ տան Հոգիս հոգու լինի հավերժ բարեկամ Եգուր սիրեն մաս մդարնանք անմեկին Ձմռան ծրտին դուն արևն իմ դարձին Թող պարանայս այլ սրտերը միացնի Բարբսակի դնենք անուն մեր բարին Հեզ աչակում իմ գեղուհիս Պարդ եմ սիրում Սիրտս ու հոգիս միայն թե քեզ Թող ինձի տան Կմոռանամ ամեն բան Սևուկ տղա ես քուքտ եմ արդ Քեզ կձոնեմ մեխակ ու վարդ Չինար բոյիդ լինեմ ատաղ Ուրախ պարենք հուսենք տաղ
պսակի դնենք անուն մեր բարի Շարունակվում է Հայց Երևանից հաղորդաշարը Վանաձայնի եթերում հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցն է Գրականության եւ արվեստի թանգարանի մասնաճյուղ Պերճ Պրոշյանի տուն թանգարանի ղեկավար Անի Տոնոյանը։ Խոսեցինք նոր բացվելիք աշտարակցիներ ցուցասրահի մասին, ներկայացրինք բացօթյա միջոցառումները, որոնք որ նախատեսվում են այգում Բաքվում թանգարանի, սակայն կարճ պատկերացում տանք մեր ունկնդիրներին, մեր հեռուստադիտողներին, գալով աշտարակ Պերճ Պրոշյանի տուն թանգարան, ինչ են տեսնելու։ Գալով աշտարակ Պրոշյանի տուն թանգարան, մեր այցելուները ծանոթանալու են ոչ միայն հայտնի դասական գրողի կյանքին, գործունեությանը, նրան վերաբերող անձնական նյութերին, այլ նաև բացահայտելու են աշտարակցու կենցաղային կյանքը։ Մենք ունենք էթնոգրաֆիկ մեծ ցանկ ուշանմուշների եւ կարող են ծանոթանալ հացաթխման պարագաներին, կենցաղային իրերին, նիստուկացին, մեր Երբեմն նաև մասնակից դա։ Այո, իհարկե մենք ունենք կրթական ծրագրեր, լավաշի պատրաստման, գաթայի պատրաստման։ Թանգարանում ինչ ենք տեսնելու։ Թանգարանում տեսնելու են գրողի անձնական իրերը, կահկարասին, վավերագրական նյութեր, լուսանկարներ իր ընտանիքի, անձնական կյանքի մասին նաև։ Մոտ 2000 ցուցանմուշ ունենք Պրոշյանի կյանքի վերաբերող։ Որոնք համալրվում են, թե այլևս։ Այլևս ոչ։ 2000 այո ցուցանմուշ ունենք։ Եվ քանի որ խոսք գնաց կրթական ծրագրերի մասին, նաև ընդհանրական պատկերացում տանք ինչ կրթական ծրագրեր են թանգարանում իրականացվում։ Ասեմ, ինչպես նշեցի, ունենք գաթայի եւ լավաշի թխման կրթական ծրագրեր, ունենք բնությանը վերաբերող կրթական ծրագիր եւ դպրոցականների համար հիմնականում նախատեսված շրջայց ենք անում մեր այգով, քանի որ բավականին ընդարձակ այգի ունենք, ծանոթացնում ենք մի քանի բուսատեսակներին, նրանց նշանակության, օգտակարությանը, ցանում տնկում ենք որևէ բույս, այնուհետև թանգարանի բակում պատրաստում ենք բուսական թեյ։ Ունենք նաև նոր կրթական ծրագիր քվեստ աշտարակով, աշտարակի մեր թանգարանը գտնվում է աշտարակի կենտրոնում, Բերդաթաղում, եւ մեր հարևաններն են աշտարակի 5 ամուրջը, ջրաղացը, եկեղեցիները։ Այդ պատմական վայրերով անում ենք քվեստ, այսինքն ինչ որ հանելուկներ են լուծում, էլի դպրոցականները եւ բացահայտում ենք աշտարակում թաքնված գաղտնիքները։ Աշտարակը Երևանին շատ մոտ է եւ կարող ենք Երևան այցելող, Հայաստան այցելող նաեւ մեր բոլոր հայրենակիցներին հրավիրել Պերճ Պրոշյանի տուն թանգարան, որտեղ իսկապես հետաքրքիր է, որտեղ իսկապես կարելի է ոչ թե 1 ժամ, այլ ժամեր շարունակ անցկացնել բնության գրկում, հին հայկական կենցաղը նաև տեսնել, վայելել, նաև մասնակից դառնալ, ինչու՞ չէ նաև տարատեսակ միջոցառումների մասնակից դառնալ։ Կան առաջիկայում նախատեսված նոր միջոցառումներ։ Այո, ապրիլ ամսին ունենք միջոցառումներ, ունենք ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառում, ունենք հայտնի աշտարակցուն նվիրված միջոցառում, հուշարձանների պաշտպանության օրը նվիրված միջոցառում ունենք, ամեն ամիս ունենում ենք 3 միջոցառում, 2 փոքր եւ 1 մեծ։ Եվ բնականաբար մայիսն արդեն տաք շրջան է սկսվում եւ կարելի է այդ ամսվա ընթացքում վայելել Պերճ Պրոշյանի այգին։ Այո, միանշանակ կարող եք ուղղակի գալ այգի, այսպես ասած մեր թանգարանի լռությունն էլ ձայն ունի, որովհետև մոգական է այնտեղ տրամադրությունը, մաքուր օդ, գեղեցիկ այգի, կենդանին թռչունների ծլվլոց, մի խոսքով շատ կանչող եւ հմայող է մեր թանգարանի նույնիսկ բակը, եթե միայն թանգարանի բակ գանք եւ ոչ թե ներս մտնենք։ Թանգարանը ունի գրադարան։ Փոքր գրադարան, որտեղ կարելի է նաև ընթերցել։ Այգում կարելի է ընթերցել Պրոշյանի տանը բնականաբար մի այլ հաճույք է գիրք ընթերցելը, Պրոշյանի տանը մի այլ հաճույք է գրականության հետ հաղորդակից լինելը։ Լրացում էլ անեմ բացօթյա միջոցառումների հետ կապված հունիս ամիսը առհասարակ հռչակում ենք երեխաների ամիս եւ շաբաթը մեկ անգամ ունենում ենք երեխաների նվիրված որևէ փոքր միջոցառում, տեխնիկային ներկայացում, կրթական ծրագրեր, իսկ հուլիս ամսին լրանում է Պրոշյանի Սոսե Վարդիթեր վեպի 165-ամյակը, ինչի արդիվ շատ ցանկանում ենք վեպից թեկուզ փոքր հատված բեմադրություն ներկայացնել Բաքվում, պլանավորում ենք Աշտարակի դրամատիկական թատրոնի հետ, հուսանք կհաջողվի, ինձ թվում է շատ գեղեցիկ կստացվի եւ բացօթյա միջոցառումները արդեն եզրափակում ենք մեր աշնանային միջոցառմամբ սեպտեմբերի վերջ կամ հոկտեմբերի սկզբին անում ենք մեր արհեստ-արվեստի արդեն ամենամյա տոնը, ներկայացնում ենք հին հայկական արհեստները, վարպետաց դասեր են կազմակերպում, աշտարակցու բերք ու բարիքի ամբարում ենք նաեւ իրականացնում, դրանով եզրափակում ենք մեր բացօթյա միջոցառումների շարքը։
հասկանալի է եւ քանի որ մեզ դիտում են, լսում են մեր հայրենակիցները մերձավոր արևելքի երկրներում եւ հատկապես Լիբանանում, նաեւ ձեր խոսքն ուղղված նրանց Հայաստան այցելելու դեպքում նաեւ հրավիրենք անպայման Պրոշյանի տուն։ Միանշանակ բոլորին սիրով հրավիրում ենք գրկաբաց։ Մեր թանգարանը փոքրիկ ընտանիք է, ես միշտ ասում ենք, մենք բոլոր աշխատողներս արդեն տարիների փորձ ունենք այդ թանգարանում, շատ մտերիմ ենք, փոքր ընտանիք ենք եւ մեր ընտանիքը ընդունում ենք ցանկացած այցելուի ժպիտով, սիրով եւ հյուրընկալությամբ։ Առավել եւս մեր հայրենակիցներին եւ առավել եւս տարվա այս ժամանակահատվածում, երբ հնարավոր է նաեւ բացօթյա միջոցառումներին մասնակից լինել, նաեւ վայելել բերք ու բարիքը, այգին նաեւ բերք ու բարիք ունի Պրոշյանի։ Այո։ Ուրեմն հրավիրում ենք բոլորին Պրոշյանի տուն, հատկապես մայիսից սկսած ժամանակահատվածում, մինչև խոր աշուն, մինչև հոկտեմբերի վերջ։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար, ստեղծագործական աշխատանքային հաջողություններ եմ ցանկանում ձեզ եւ պարբերաբար մենք էլ մեր եթերում կանդրադառնանք ձեր թանգարանի գործունեությանը։ Շնորհակալ եմ։ Բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայաց Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր Եղշեջ Հայնցի անվան գրականության վարվեստի թանգարանի մասնաճյուղ Պերճ Պրոշյանի տուն թանգարանի ղեկավար Անի Տոնոյանը, ես Վահագն Զաքարյանն եմ, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի բանաձայնի եթերում, հաջողություն։